Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուքազյանը, բարև ձեզ, պարոն Չուքազյան։ Ինչ հիմնական նպատակ ունի ազգային ժողովրդավարական բևեռը հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված, դուք իրոք կարծում եք, որ հնարավոր է ընտրություններով գալ իշխանության ԱԺԲ-ի պարագայում։ ԱԺԲ-ն նոր չի իր կենսագրությամբ եւ ԱԺԲ-ի խորհրդի անդամները եւ շարժման անդամները տասնյակ տարիների փորձ ունեն պայքարի, այնպես որ մեր ընտրություններով չի սկսվել, ընտրություններով չի վերջանում մեր պայքարը, բայց հերթական փուլն է պայքարի եւ այդ պայքարում մենք կարծում ենք, որ շատ կարեւոր պայքարի փուլ է, որտեղ ձևավորվում է նոր քաղաքական դաշտ եւ մեր նպատակը այդ պայքարում ձևավորմանը մասնակցել եւ ունենալ են որակական ազդեցություն այդ ձևավորմանը, որը միայն թերևս ԱԺԲ-ն կարող է ունենալ։ Իսկ դուք ինչպես եք դիրքավորվում այս քաղաքական մրցապայքարում, նկատի ունեմ, կա առնվազն այսպես երկու ճամբար կարելի է նշմարել, շատ պայմանական է ասած երկու թիվը, մեկը կառավարող ուժն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր եւ կա ընդդիմադիր սեգմենտ, որի ուժերը իրար հետ պատրաստ են կոալիցիա կազմել ընդդեմ Փաշինյանի կառավարության, Սամվել Կարապետյանի ուժն է, Քոչարյանի, Ծառուկյանի, եթե ԱԺԲ-ն օրինակ անցնի խորհրդավոր բևեռի օգտին դուք կդրսևորվեք։ Այն հանգամանքը, որ մեր անունը բևեռ է, արդեն խոսում են մասին, որ մենք ինքնուրույն բևեռ ենք եւ այս տարիների ընթացքում էլ մեր ամբողջ կենսագրությունը բանտերով, եվրոպական դատարանով, հաղթանակներով, մարտերում արցախյան կամ դրանից հետո հայաստանյան հալածանքներով անցել ենք եւ մենք երբևիցե որևիցե ճամբարի չենք պատկանել։ Մենք այն ճշմարտությունը, այն ինքնիշխանության խնդիրները, ազգային ինքնության խնդիրները, որոնք մենք դրել ենք եւ պարբերաբար զգուշացրել ենք այն աղետալի ընթացքի մասին, որ կա, եղել է այդ ընթացքը եւ այսօր մենք դաշտում ենք նորից նույն ինքնիշխանության խնդիրներով։ Այսինքն այսօր երբ որ ասում են այ կա պրո-թուրքական արևմտյան քողովուժ եւ կա պրո-ռուսական ուժ, մենք մեր դիրքը ինքնիշխան հայակենտրոն դիրքն է եղել եւ մնում։ Ուրիշ հարց որ դաշնակիցների հարցում մենք հստակ որոշումներ ենք ունեցել եւ միշտ խոսել ենք այն մասին, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից եւ այդ պարագայում Հայաստանը պետք է կարողանա ամրապնդել իր կապերը այն ուժերի հետ, որոնք ընդհանուր շահեր կունենան Ռուսաստանի հեռանալուց եւ ոչ թե, ասենք, Թուրքիայի հետ կդաշնակցեն։ Օրինակ պարոն Սամվել Կարապետյան վերջերս խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաթարումից կառավարող ուժին մեղադրելով, ես ինչքան հետևել եմ ԱԺԲ-ի տարբեր ներկայացուցիչների խոսույթին, դուք ավելի շատ մեղադրում եք ոչ թե չխաթարելու մեջ, այլ Ռուսաստանից իրական անկախություն ձեռք չբերելու կամ արդյունավետ քայլեր չանելու մեջ։ Որն է իշխանության քաղաքականության նկատմամբ ձեր գնահատականը այս հարցում։ Նրանք խաթարել են, թե սերտացել են Կրեմլին։ Այսօրվա իշխանությունը, գիտեք ինչ, իրեն լավագույն բնութագիրը դա ֆլուգեր արտահայտությունն է։ Ինչ է դա։ Ֆլուգեր դա, այսպես ասած, սովետական ժամանակ շատ տարածված էր, կինոները ցույց էին տալի, մի քաղաքները միջնադարյան ունեին, ասենք, աքաղաղներ, որոնք քամուտակ շարժվում են։ Այդ դրա անունը ֆլուգեր է, էլի։ Եվ այդ քամուտ ազդեցության տակ շարժվող, թե որտեղից քամին կպչի այդ ուղղությամբ գնալու իշխանություն ունենք։ Բայց քանի որ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է վերջի տարիներին, ապա Նիկոլի իշխանությունը պրոթուրքական դաշտում է հայտնվել եւ այնքան է խորացել դրա մեջ, որ դարձել է ապազգային ուժ։ Հիմա ռուսական խնդիրը, եթե նայենք իշխանությունը վերջի տարիներին իրեն ինչպես է պահել, մենք տեսնում ենք, որ օրինակ իրեն այդ պրոեվրոպական հայտարարությունների զուգահեռ, ռետորաբանությանը զուգահեռ մենք տեսնում ենք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները աճել են, Եվրոպայի հետ պակասել են։ Այդպես չի։ Այսինքն փաստացի մենք փաստերով ենք խոսում։ Կնայեք, ես մի քիչ չեմ կողմնորոշում, դուք ասում եք Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացել են, առայժմ եւ այլն, Սամվել Կարապետյանն ասում է տնտեսական պատերազմ կլինի Ռուսաստանի կողմից, հետո մասին է եւ խաթարված է հարաբերությունները։ Իշխանության տարիները, վերջի տարիները ինչ որ տեսնում ենք, հստակ աճել է Ռուսաստանի հետ տնտեսական խորացել են կապերը։ Բայց ոնց կարող է քաղաքականապես խաթարում տեղի ունենալ եւ աճել տնտեսական հարաբերությունները։ Տնտեսական հարաբերություն, որտեվ մի բան է հայտարարել, հա, ռետորաբանության մեջ, որ դու հեռանում ես Ռուսաստանից,
բայց լրիվ ուրիշ բան է փաստերով տնտեսապես դու ավելի կախման մեջ ես ընկել Ռուսաստանից։ Հիմա այն ինչ որ Ռուսաստանը մենք տեսանք ապրիլի 1-ին կամ չեմ մարտի 31-ին էր հանդիպումը Պուտինի հետ։ Եվ որ Պուտինը սկսեց, այսպես ասած, շանտաժանել տնտեսական շանտաժի իմաստով, բնականաբար մենք ոչ ընդունում ենք պատերազմի շանտաժը Նիկոլի, ոչ էլ Ռուսաստանի շանտաժը տնտեսական։ Եվ այդ բոլոր ուժերը, ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի կոպիտ սխալն էր, որ ինքը կրկնեց, որ այդ վտանգը կա, այսինքն տնտեսական պատերազմի վտանգը կա Հայաստանում, որովհետև Հայաստանը ներկա պայմաններում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այսպես թե այնպես նահանջել է, այսպես թե այնպես տարածաշրջանում է նահանջել, Եվրոպայում է նահանջել, տեսեք Հունգարիայի ընտրությունները ցույց տվեցին, որ պրոռուսական ուժը կորցրեց։ Այդ պարագայում այդ վակումը լցվում են ուրիշ ուժերով։ Ուրեմն մենք պետք է այդ ուժերը տեսնենք, թե ինչ ուժեր են լցվում։ Եւ ըստ դրա Հայաստանը իր արտաքին քաղաքականություն կարողանա կարգավորել։ Իսկ ինչու պատերազմի տնտեսական Ռուսաստանի հետ վտանգ չկա ձեր կարծիքով։ Խնդիրը չէ, ոչ թե վտանգ չկա, եւ իրական պատերազմի վտանգ կա, եւ տնտեսական պատերազմի, ամեն տեսակ վտանգներ կան։ Բայց ուրիշ հարց է, որ դու հաշվարկված քո ժողովրդին ծրագիր ներկայացնես, թե ինչպես ես փորձելու այդ պարագաներում երկիրը պահել, ժողովրդին պահել։ Այսինքն շանտաժով ժողովրդին վախեցնելով գալ իշխանություն բոլոր դեպքերում սխալ է։ Պետք է ինքնիշխանությունից խոսել, պետք է հոգեբանական պատրաստությունից խոսել։ Կարապետյանի ասած բոլորին ավերել։ Ես խոսում եմ Բևերի դիրքերի մասին։ Չէ, նկատի ունեք պարոն Կարապետյանը, որ տնտեսական պատերազմից է խոսում, դա նկատի ունեք շանտաժի։ Այո, ես կարծում դա սխալ մոտեցում է, ժողովրդին պետք չի վախեցնել, որովհետև ինքնիշխանության դիրքերից պետք է խոսել։ Ուրիշ հարց, որ երբ որ համեմատում ենք այդ երկու ուժերին իրար հետ, մենք տեսնում ենք, որ այս պահին իշխող ուժը իր ապազգային նեոբոլշևիկյան դիրքորոշումը, որ կա, իր դիրքորոշումով ինքը իրան դուրս է դրել։ Ինքը բացարձակ չարիքի դիրքերից է, թշնամու հետ համագործակցող ուժի դիրքերից է հանդես գալի։ Օրակարգը վերցնում է Բաքվից, Անկարայից։ Դա մեր ժողովրդի համար ոչ միայն պետականության, այլև ինքնության վտանգ գոյություն ունի։ Սամվել Կարապետյանը իր դրոշի վրա համենայն դեպս ազգային արժեքներին չի կպնում։ Ուրիշ հարց, որ այո, ռուսական ազդեցության այդ գործոնը մենք տեսնում ենք եւ մենք ասում ենք, որ ոչ, պետք է ինքնիշխանության դիրքերից հանդես գալ։ Էսա երրորդ ուժը այսօր ընտրություններում դա ինքնիշխանության բևեռն է։ Ովքեր կհանդես գան այդ ինքնիշխանության բևեռից, դա կլինի երրորդ բևեռը։ Այդ տեսեք, ձեզ համար ինքնիշխանությունը կարևոր է։ Փաշինյանին մեղադրեցիք այսպես պրոթուրքական քաղաքականության մեջ, այ երբ որ պարոն Արա Պապյանն էր այստեղ, նա ասում էր, որ իր համար, Սամվել Կարապետյանը ավելի նախընտրելի է, քան Փաշինյանը, քան որ ազգային է Կարապետյանը, իսկ Փաշինյանը ապազգային, եւ թեև Սամվել Կարապետյանի կապիտալի 52%-ը Ռուսաստանում է, բայց դրանից որոշել, որ նա միագիծ ռուսական է լինելու, չէ։ Եվ երբ որ նա կգա իշխանության Կարապետյանը եւ ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է, դուք էլ չունեք համոզվածություն, որ ռուսամետ է նա եւ դեռ կյանքը պետք է ցույց տա։ Այ մարդու կենսագրությունը, չգիտեմ, կապիտալի տեղաբաշխման վայրը կամ նարատիվները արդյոք բավարար են տեղորոշելու նրա քաղաքական Ես արդեն իսկ խոսքում ասացի, որ այն ռեակցիան, որ եղավ Պուտինի ելույթին Սամվել Կարապետյանի կողմից, մենք համարում ենք սխալ։ Դա ինքնիշխանության դիրքերից պետք է հանդես գար եւ ոչ թե, ասենք, տնտեսական պատերազմի շանտաժով հանդես գար։ Այնպես որ մենք ասել ենք, որ այս ընթացքում կա ընդհանուր արժեքներ, որոնց շուրջ, օրինակ նույն Սամվել Կարապետյանը, երբ որ պաշտպանում է Եկեղեցու ինստիտուտը, այդ հարցում սա ընդհանուր արժեքների, նաեւ ԱԺԲ-ի արժեքների ընդհանրություն կա։ Եվ մենք չունենք այդ ընդհանրությունը հիմա որևիցե ձևով Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ։ Մենք չենք տեսնում որևիցե ընդհանրություն։ Բայց Սամվել Կարապետյանի գոնե այն ազգային արժեքների շուրջ, որը հանդես է գալիս, այդ հարցումը հիմա սա նախընտրական վիճակ է։ Այդ հարցում համամիտ եք իր հետ։ Իհարկե, այո։ Ինչպես որ համամիտ էինք մենք Կիրանցի շարժման ժամանակ այլ ուժերի հետ, որոնք որոշակի կապեր կարող ունենային Ռուսաստանի հետ, բայց փորձում էին ազգային դիրքերից պաշտպանել։ Հիմա տեսեք, խնդիրը պետք է այդպես դիտվի, որոնք են քո շահերը, շահերից ելնելով ինքնիշխանության դիրքերից դեմ գործեն են ուժերը, որոնք
թե թուրքամետ են, թե ռուսամետ են, այսինքն իրենք կարող են խոսել էլի ազգային արժեքներից, այնպես չի որ իրենք ազգային արժեքներից չեն խոսում։ Ռոբերտ ջան, ձեր մոտ էլ այնպես տպավորությունն է, որ այս հավասարարժեք ուժեր են։ Ռուսաստանը նահանջող ուժ է։ Իր եւ տնտեսական, թե գաղափարական, թե ռազմական նահանջի մեջ է գտնվում այդ երկիրը։ Ինքը ունի ծրագիր, որով կարող է որևիցե ձևով համախմբել, հավաքել այդ տարածքները, նախկին խորհրդային տարածքները։ Մենք տեսնում ենք ինչ խնդիրների մեջ է թաղված Ուկրաինայում ինքը։ Ուրեմն այդ ուժը չենք կարող համեմատել այն վտանգի հետ, որը Թուրքիայից է գալիս, որը ագրեսիվ ուժ է, փորձում է տարածվել դեպի Միջին Ասիա եւ մեր վրայով եւ կուլ տալ, այսպես ասած, թուրանական պրոյեկտի մեջ։ Դրանք այսօր համեմատելի ուժեր չեն։ Չի կարելի հավասարացնել իրար։ Եվ բնականաբար այն քաղաքական գործիչները, որոնք Ռուսաստանի հետ կապեր ունեն, նրանք կանգնած են ջրբաժանի առաջ։ Անցնել ինչ որ ձևով ինքնիշխանության դիրքերի, թե մնալ պրոռուսական դիրքերում։ Սա հնարավորությունների ժամանակ է այդ ուժերի համար փոխելու իրանց քաղաքական դիրքորոշում։ Կփոխեն, շատ լավ, չեն փոխի, ուրեմն կլինեն մեր ինքնիշխան դիրքերից քննադատության տակ։ Իսկ այսօր ի՞նչն է ձեր կարծիքով Հայաստանին պակասում ինքնիշխանություն կայացնելու հարցում։ ԱԺԲ-ն ԱՄՆ-ի հետ ռազմավարական այսպես գործընկերության կողմնակից ուժ է եւ ոչ ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակի առաջարկ է բազմիցս արել։ Արդյոք այսօրվա ԱՄՆ-ի հետ կարող եք դուք այդպիսի ծրագիր ունենալ ընդհանրապես քննարկել, թե ձեզ համար կարևոր չի, ասենք ադմինիստրացիայի քայլերը կտրուկ են, անսպասելի են, դուք ամեն դեպքում դիտարկում եք պետության հետ հնարավոր աշխատանքը, ես հասկացա ձեր հարցը։ Եվ ինչքանով է, այսպես ասենք, ինքնիշխանության մասին այն կոնտեքստում, որ արտաքին գործընկերների հետ միասին աշխատանքով ինքնիշխանությունը բարձրացնենք, որոշ մարդիկ կան հասկանում են մերժում արտաքին գործընկերների հետ աշխատանքի, մենք մեր ուժը պետք է միայն մեր վրա հույսը դնենք, այս տրամաբանության մեջ են դնում։ Ուրեմն մեր հույսը Աստծո վրա է նախ առաջ, մեր վրա է եւ հետո միայն հնարավոր դաշնակիցների վրա է եւ այդպես է քայլ առ քայլ, այդպես է ինքնիշխանությունը հաստատվում։ Նախ քո արժանապատվությունը ու կարմիր գծերը պետք է ունենաս, որ քեզ որևիցե մեկը բանի տեղ դնի եւ փորձի քո հետ ինչ որ հարաբերություն ունենա, այսպես որպես սուբյեկտի եւ ոչ թե օբյեկտի։ Ուրեմն ամեն ինչ սկսվում է այդ արժանապատվությունից։ Երկրորդ, դրա հիման վրա ստեղծվող հարաբերություններում դու բնականաբար նայում ես շահերը, այն ուժերի, որոնք քո հետ ընդհանուր շահեր ունեն։ Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ հստակ տարածաշրջանում Ռուսաստանի նահանջի հետ առաջանում է նոր ճարտարապետություն։ Այդ ճարտարապետության մեջ բնականաբար կոնֆլիկտներ կան եւ այդ կոնֆլիկտների փոթորիկների մեջ ենք մենք հիմա։ Պետք է դրա մեջ կողմնորոշվենք, թե ինչ է կատարվում։ Այն, որ մենք ունենք թշնամի ուժեր, որոնք պատանդներ են պահում հիմա, եւ որոնց հետ իբրև թե խաղաղություն ենք մենք ուզում հաստատել։ Մենք համարում ենք, որ դա թշնամական ուժ է, որը չի ազատում քո պատանդներին բանակցություններից առաջ, չի փորձում գալ որոշակի զիջումներ, փողզիջումների, այլ դու պիտի զիջես, անընդհատ պիտի զիջես, պիտի տարածք զիջես, հետո պիտի Արարատի նկարը հանես քո բանից անձնագրերի մեջից, հա, դրա դիմաց ոչ մի բան չի արվում։ Դու ինչքան էլ հայտարարես, եթե դիմացինը թշնամական է տրամադրված, դու չես կարող փոխել իրեն։ Իր քայլերից չի երևում, որ նա ուզում է քո հետ խաղաղություն անել։ Եվ հետո առհասարակ այդ պատմական այդ արժեքների այդ ամբողջ հարցակնում ու արշավը, որը կատարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերցրեք իր այս նախընտրական ծրագիրը, տեսեք Արցախի վերադարձի իրավունքը ասում է վնասակար է եւ վտանգավոր է։ Նկատի ունի, որ Ադրբեջանն էլ 300,000 ադրբեջանցիների հարցասում։ Այո, բայց հասկանում եք ինչ է նշանակում հավասարացնել այդ պատմությունները, դրանք տարբեր պատմություններ են։ Պատմությունը թողում ես, դու սկսում ես խոսել, ասում ես Արևմտյան Հայաստան, դա Արևմտյան Ադրբեջանի նման մի հատ գաղափար է։ Ինչպես կարելի է այդպիսի հայտարարություններ անել եւ դրանից հետո ապազգային չկոչվել։ Ուրեմն այս բոլորը խոսում են այն մասին, որ մենք ունենք մի իշխանություն, որը կոլաբորացիոն իշխանություն է, պատերազմը պարտված իշխանություն է եւ որը չի կարող որևիցե ձևով շարունակել այն անգամ ոչ թե պետությունը, այլ ինքնությունը պաշտպանել, որտեղ արժեքներից էլ է քեզ պատմականորեն փորձում կտրել։ Հիմա դրա դիմաց մենք ունենք իրականություն, որ այդ թշնամական ուժերը, որոնք փորձում են քո, այսպես ասած, ինքնությունը անգամ խաթարել, ունեն այլ
խնդիրներ տարածաշրջանում եւ այլ ուժեր, որոնք նույնպես այս տարածաշրջանում հետաքրքրված ուժեր են։ Եվ դրա այդ հակասությունը մենք տեսնում ենք տարածաշրջանում։ Եվ տեսնում ենք Միջերկրական ծովի շրջանում եւ Սիրիայում, հիմա նաեւ Կովկասում ենք տեսնում, որ շատ ակտիվորեն նույն TRIP-ի ծրագրի մեջ ովքեր են եղել ճարտարապետները այդ պայմանավորվածությունների, դա իսրայելական նաեւ ուժեր են, որոնք Թուրքիայի հետ լուրջ խնդիրներ ունեն։ Հիմա պետք է մենք հարց տանք մեզ, այդ բախումից Հայաստանը որևէ ձևով կարող է նեյտրալիզացնել, հավասարակշռություն ստեղծի ռազմաքաղաքական իր համար թե ոչ։ Եվ այդ ձևով ամրապնդի իր ինքնիշխանությունը, որովհետև այո, անվտանգությունը ինքնիշխանությունը հենվում է անվտանգության վրա, իսկ անվտանգությունը հենվում է ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։ Կան այդպիսի ուժեր, որոնց իրար նեյտրալիզացնելով դու կկարողանաս այստեղ անվտանգություն տապալես։ Այո, կան։ Եվ անգամ պատերազմի պարագայում, տեսեք հիմա խոսք է գնում պատերազմի մասին Իրանի հետ, այդ պարագայում անգամ Ամերիկայի պրեզիդենտ Տրամպը ասում է, որ Իրանը պոտենցիալ կարող է մասնակցել Աբրահամյան համաձայնագրերին։ Այն դեպքում, երբ որ Թուրքիան չկա այդ պայմանագրի հնարավոր զարգացման մեջ։ Սա ինչի մասին է խոսում։ Այդ խոսում է լուրջ ամերիկա-իսրայելական շահերի բախման մասին Թուրքիայի հետ։ Ուրեմն այստեղ կա այլընտրանք կա, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում բարձրաձայն։ Հիմա ասածս հետեւյալն է, երբ որ մենք խոսում ենք քողի մասին արևմտյան, որով պրոթուրքական շահերն են Հայաստանում այսօրվա ադմինիստրացիան տանում, դրա դիմաց կա այլընտրանք ինքնիշխանության, որը հենվում է այս նոր ստեղծվող ճարտարապետության վրա։ Տեսեք, Միացյալ Նահանգների մասնակցությամբ TRIP նախագիծը արդյոք այն հնարավորությունը չի խուսափել Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ լուծումներից, երբ որ օտար երկրի ուժեր, զորքեր, հենց զենք զրահով զորքեր կկանգնեն, երբ որ Հայաստանի սահմանապահները, անվտանգային ուժերը չեն կարողանա այդտեղ կանգնել։ Արդյոք նաև կարդալով եկեք հիշենք փաստաթուղթ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև, Թրամփի ուղու, այսպես ընդհանուր սկզբունքների շուրջ դա հնարավորություն չի խուսափելու ինքնիշխանության զիջումից, չէ՞ որ այնտեղ մաքսային, անվտանգային եւ այլ գործառույթները ըստ այդ թղթի գոնե Հայաստանի կողմից են հրաշալի կլիներ, որ որևէ ուժ չգար, բոլորը գային մեր դուռը եւ մենք թույլ տայինք մեր տարածքով անցնել եւ չանցնել, բայց իրականությունը այն մասն է, որ ԱՄՆ-ն է ներգրավում։ Սա մի քիչ չի չեզոքացնում են մեծ ռիսկերը, որ մենք կարող ենք ունենալ, պարոն Չուգազյան, եթե նոյեմբերի 9-րդ կետը իրագործվեր, իսկ Թրամփի ուղին արդյոք այն մասին չի, որ մենք շանս ենք ստանում առնվազն եւ շանսի մասին եմ խոսում, խուսափել այդպիսի լուծումներից։ Հիմա տեսեք TRIP-ի մասին մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ դա որոշակի ժամանակ տվեց եւ կռվան տվեց, որպեսզի այս ոչ կայուն խաղաղությունը լինի, բայց դա կայուն երաշխիք չի, ինչու, որտեղ դա ըստ մեզ պետք է այդտեղ լիներ հայ-ամերիկյան պետական կառավարման մարմին եւ ոչ թե մասնավոր մարմին, որտեղ այդ մասնավոր մարմինը բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե ով է լինելու այդ մասնավոր մարմինը եւ իր հետեւ կանգնած ուժերը։ Այդտեղ լիքը հարցեր են առաջանում։ Երկրորդ, փոխադարձությունը կլիներ այն դեպքում, երբ որ ճանապարհը տրվեր նաև Նախճեվանի վրայով Հայաստանին, նույն Մեղրիից դեպի Հայաստան Նախճեվանի վրայով։ Այդ փոխադարձության սկզբունքը ցավոք սրտի չկա այդտեղ։ Հիմա այն որ մենք հասկանում ենք, որ ժամանակավոր խաղաղություն է, բայց դա որևէ երաշխիք չի, որտեղ միջպետական այդ երաշխիքները չկան այդ TRIP ծրագրում։ Դա ուղղակի ինչ որ ժամանակավոր, ինչ որ կռվան է խաղաղության։ Կայուն խաղաղության մասին երաշխավորված մենք չենք կարող։ Միգուցե կատարյալ չեն լուծումները, բայց խնդիրը հենց դրանում է, ավելի մեծ վնասից խնդիրը հենց դրանում է, որ մեր քննադատությունը այն է TRIP-ի, որ դա պետք է լիներ հենց հայ-ամերիկյան պետական կառավարվող մարմնի կողմից պրոյեկտ, ոչ թե մասնավոր ընկերության։ Այսինքն տեսնում եք, չէ՞, տարբերությունը որն է մեր քննադատություններից։ Այդտեղ մենք հանդես են գալի մեր ինքնիշխանության եւ իրավունքների պաշտպանության դիրքերից։ Սա է տարբերությունը իշխանության որդեգրած գծի հետ։
Շնորհակալություն, պարոն Չուգազյան, մենք սպասենք ԱԺԲ-ի ցուցակի կազման, ես ինչքան գիտեմ Վարուժան Ավետիսյանն է ձեր վարչապետի տեխնացուն, եւ նաեւ այսօր կալանավայրում այս հարցով ամփոփենք ինչպես է անցկացնելու քարոզարշավ այդ պարագայում, հաշվի առնելով պարոն Ավետիսյանի բնականաբար այդ իրավական խոչընդոտը գոյություն ունի, կա նաեւ որոշ առողջական խնդիրներ, որը այսօր գիտեք տարիներ շարունակ մենք բարձրացնում ենք այդ հարցը Վարուժան Ավետիսյանի առողջական խնդիրների հետ կապված ցավոք սրտի որից է ձևով արձագանք չկա բնականաբար կլինեն մեր ցուցակով մարդիկ որոնք ընդ որում նոր դեմքեր կլինեն երիտասարդ դեմքեր կլինեն այնպես որ այո մենք պատրաստվում ենք մեր համար հավատք հայրենիք եւ ինքնիշխանություն սա է լինելու այն հիմնական ուղղությունը որով մենք այս քարոզարշավը տանելու ենք մեր համար իգործ հիշում եք Վարուժանի հայտնի խոսքը, հա, 16 թվականին որ ասեց, իգործ այս 3 ուղղություններով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Գարեգին Չուգազյանին։